Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Հովսեփ Խուրշուդյանի կողմից վարվող YouTube-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Ողջույն Նարեկ ջան։ Պարոն Խուրշուդյան, ձեզ համար ընկալելի էր Նիկոլ Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձի ենթատեքստերը, ինչ էր ուզում ասել Հայաստանի վարչապետը։ Դե ընդհանուր առմամբ իհարկե ընկալելի էր, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ հիմա դնել քննարկել վարչապետի ուղերձը, որտեղ մոտավորապես նույնն էր ինչ որ անցած տարի, նախանցած տարի, այսինքն հիմնականում առաջ նայելու եւ երկիրը զարգացնելու գոյություն ունեցող սահմաններում այն ամրապնդելու մասին էր ուղերձը։ Սա կարող ենք իհարկե ընկալել նաև այն համատեքստում, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն այլևս չի համարվում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այդ իմաստով իհարկե հետևողական էր, որ այսպես առաջնայող ուղերձ էր։ Մենք հիմա իրականում խնդիր ունենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ պատեհառիթ է նման հնարավորություններ օգտագործել հաշտեցման դրույթներ պարունակող ուղերձներով, մանավանդ որ հիմա այն վիճակում չենք, որ վարչապետը կարողանա այնպիսի կոշտ ուղերձներ հղել այս ցավալի իրադարձության կապակցությամբ, ինչպեսին հղում էր օրինակ 20 թվականին կամ 21 թվականին, հա, երբ որ բավականին կոշտ էր այդ թվում Թուրքիայի հանդեպ։ Այն ժամանակ մենք այսպես համարում ենք, որ մենք Թուրքիայի հետ այդպես ջանասիրաբար հարաբերություններ կարգավորելու կարիք չունենք։ Ես նկատի ունեմ Հայաստանի իշխանություններն են համարում, նաև ենթադրում եմ թուրք տալով տարբեր պոպուլիստական ընդդիմադիր ազգայնական ձայների եւ սխալ են կարծում, եթե այն ժամանակ հենց 20 թվականին դրանից առաջ ավելի ակտիվ ջանքեր գործադրեին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե անհեթեթ կոալիցիաների մեջ մտնեին ռազմական, հա, Հունաստանի, Եգիպտոսի եւ Կիպրոսի հետ, որոնցով ավելի շատ գրգռում ենք Թուրքիային, քան ինչ որ իրական անվտանգային պաշտպանական բարձիկներ ենք ստեղծում մեր համար։ Ես կարծում եմ շատ բաներ այլ կերպ կարող են ընթանալ, բայց եղել է ինչ որ եղել է, գոնե հետին թվով լավ է որ դասերը քաղել է Հայաստանի իշխանությունը եւ հիմա առաջնային խնդիր է դնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Իդեպ, եթե հիշում եք, դեռ 10 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանը այդ նույն խնդիրը դրել էր եւ կարծես թե միջազգային հանրության միջնորդությամբ հատկապես Միացյալ Նահանգների, բայց նաև Եվրամիության եւ նույնիսկ Ռուսաստանն էր այն ժամանակ ներգրաված, թեև ավելի շատ ներսից խանգարում էր այդ գործընթացին, եթե դա ստացվեր, իսկ ինչ որ փուլում գոնե ստորագրումը այդ պրոտոկոլների, հա, արձանագրությունների Ցյուրիխյան ստացվեց դա, հիշում եք ինչ հարաբերությունների սրում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Նման սրված հարաբերություններով Ադրբեջանը երբեք չէր կարողանալու Թուրքիայի աջակցությունը ստանալ 2020 պատերազմի ժամանակ։ Բայց ցավոք սրտի ի վերջո տապալվեցին նաև Ադրբեջանի ճնշման ներքո, իհարկե, բայց նաև Հայաստանն էլ իր կողմից առիթ տվեց եւ տապալվեցին այդ արձանագրությունների ստորագրումը եւ ի վերջո հենց 18 թվականի ապրիլին թե ավելի շուտ նույնիսկ փետրվարին գուցե Սերժ Սարգսյանը ընդհանրապես հայտարարեց, որ չեղարկում են այդ գործընթացը։ Այնպես որ վավերացումը տեղի չունեցավ եւ մենք ստացանք այն ինչ որ ուզում էր Ադրբեջանը, այն ինչ որ ուզում էր Ռուսաստանը, որպեսզի կարողանան Հայաստանի գլխին բերեն այն պատմությունը, ինչ որ բերեցին 20 թվականին, համատեղ ջանքերով ներգրավելով այդ թվում նաև Թուրքիային, առանց որի ելի եմ ասում, Ռուսաստանին շատ ավելի դժվար էր լինելու առանց դիմակազրկվելու մասնակցել այսպես անմիջականորեն Հայաստանի պարտության ապահովմանը, հա։ Ինչևէ, հիմա մենք այլ իրավիճակում ենք, առանձնապես այսպիսի պաշտպանության
նույնիսկ կեղծ հույսեր էլ չեն կարող ունենալ Ռուսաստանից Թուրքիայի վրա հոխոր տալուց, դա կարող են իրենց թույլ տալ ինչ-որ սադրիչներ, ովքեր որ հրապարակներում դրոշներ են այրում, բայց պետական մակարդակով իհարկե լրջախոհ քաղաքականությունը հուշում է, որ մենք պետք է այդ թվում ցեղասպանության հարցը քննարկենք Թուրքիայի հետ, շատ ավելի պրոդուկտիվ դա կլինի, իսկ այն, որ Հայաստանը այլևս չի հետապնդում առաջնահերթություն համենայն դեպս արտաքին քաղաքականության չի համարում ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ դրա հետապնդումը որևէ կերպ չի խանգարել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվի։ Մենք գիտենք, որ մի քանի օր առաջ Լեհաստանի Սեյմը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, Բրիտանիայի խորհրդարանականների կողմից այդ հարգանքի տուրքը հուշում է, որ այդ գործընթացը նաև Մեծ Բրիտանիայում չի ավարտվել, այսինքն այլ պետությունները իրենց շահերից ելնելով կլինի դա, թե իրոք այսպես մարդկության դեմ հանցագործությունը դատապարտելու մղմամբ, այսինքն մարդասիրական մղմամբ կլինի դա, իրենք իրենց գործը անելու են, դա իրենց է պետք նախ եւ առաջ, նրանից որ ինչ որ մի օտար երկիր կճանաչի ցեղասպանությունը, ես չեմ կարծում, որ դրանից ցեղասպանության զոհերի համար ավելի հեշտ կլինի կամ նրանց հիշատակը ավելի վառ կպավի կամ նրանց ժառանգները ինչ որ բան դրանից կստանա։ Չէ, ամենակարևոր բանը տեղի կունենա, երբ որ Թուրքիան ինքը ճանաչի հայոց ցեղասպանությունը, զղջա եւ գուցե նաեւ փոխհատուցի եւ միասին փորձենք քննարկման միջոցով հաղթահարել այս կնճիռը մեր պատմության եւ Թուրքիայի եւ հայ-թուրքական հարաբերությունների։ Բայց հիմա Հայաստանը ճանաչելու պահանջ չի ներկայացնում այլևս Թուրքիան ինչու պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա։ Ճանաչելու պահանջ ներկայացնում են այն երկրներին, ում հետ դիվանագիտական հարաբերություններ ունենում։ Այդ մեկ, երկրորդը պահանջից բացի կա այլ ձևեր ճանաչմանը հասնելու, հա։ Մենք Թուրքիայի վրա ճնշելու որևէ լծակ գործիքակազմ չունենք, օդի մեջ պահանջելով ոչ մի բան չի լինում։ Քննարկումը նախ պետք է սկսի հասարակական մակարդակով, մարդկանց միջև, քաղաքագետների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների միջև։ Նախ պետք է լիցքաթափվի մթնոլորտը, հա։ Վերջի վերջո միջև ցեղասպանությունն էլ եղել է հարյուրամյակների համատեղ համակեցության բավականին հաջող փորձ, բոլոր էլի կնճռոտ հարցերով հանդերձ։ Կոնտեքստից դուրս միայն մի դրվագ վերցնելով այն մնացածը ջնջելով, մենք դրանով ընդհանրապես օգնում ենք մեր թշնամիներին պահել Թուրքիան եւս թշնամական երկրների ճամբարում եւ դրանով մեր թուլությունը ապահովել։ Մենք հիմա ուրիշ խնդիրներ ունենք լուծելու, այդ խնդիրները նախ ժամանակ շահելն է, մեր անվտանգությունը պահելն է, միջև որ մենք այնքան կհզորանանք, որ նաև վտանգներ արտաքին քաղաքական եւ ռազմական ավելի քիչ կլինեն։ Երկրորդը մենք այնպիսի երկիր կկառուցենք, որ մեր հարևանները ուզենան այդ երկրի հետ մաքսիմալ լավ հարաբերություններ ունենալ, այնքան տեխնոլոգիապես զարգացած, այնքան հարուստ երկիր կլինի, որ ոչ մեկին ձեռք չի տա ուղղակի վատ հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ ժամանակ մենք կարող ենք այդ թեման նաև արծարծել, քննարկել։ Թուրքիայի հետ կլինի, մյուս երկրների հետ, եթե կարիք կլինի նաև։ Նիկոլ Փաշինյանի այս շեշտադրումները, որոնք տարբերվում են ուղերձներում, արդյոք չեն տանում դեպի մոռացության, հա, որովհետև նա 20 թվականին կոնկրետ նշում է Օսմանյան կառավարության մեղավորությունը, ներողության պահանջ է առաջ քաշում, մեղք ընդունելու պահանջ է առաջ քաշում, իսկ մի քանի տարի անց արդեն լրիվ այլ շեշտադրմամբ ասում է, որ ընդ որում հայոց ցեղասպանություն ձևակերպումը ուղերձում մեկ անգամ է օգտագործում, 4 անգամ մեծ եղեռն ձևակերպումն է օգտագործում եւ ասում է, որ դա պետք է լինի սահմանների սահմանազատման այդ գործընթացում պետք է վերապրենք։ Նարեկ ջան, հիմա դնելու ենք հաշվենք, թե քանի անգամ է ցեղասպանություն բառը օգտագործել ու լուրջ համարենք դա։ Այսինքն եթե մենք տարիներ շարունակ սպասում Միացյալ Նահանգները հայոց ցեղասպանություն կասի, թե մեծ եղեռն կասի։ Ո՞վ է սպասում։ Հայ հասարակությունը։ Ես օրինակ չեմ սպասում։ Իմ համար այս անգամվա Տրամպի ուղերձը, որտեղ նա նշում է, որ անհամբեր սպասում են Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման եւ խորացմանը, ավելի կարևոր դրույթ էր, քան այն, որ ինքը
կոնկրետ ցեղասպանություն եզրույթը չօգտագործեց, երբ որ արդեն Միացյալ Նահանգները ճանաչել են թե կոնգրեսի, թե սենատի մակարդակով եւ թե գործադիրի մակարդակով։ Հիմա այս նախագահը ինչ կասի, եկող նախագահը ինչ կասի, դա արդեն երկրորդական է։ Միացյալ Նահանգները ճանաչել են, նույնիսկ, բայց դա է այդքան էական չի, լավ, որ ճանաչեց ինչ, մեզ ինչ, կարող եք ինձ ասել, կամ որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մի անգամ ցեղասպանություն օգտագործել, այլ երկու անգամ։ Դրանից ավելի այդ բառի կարևորությունը փոխվելու էր, մի անգամ արտասանելը դա նշանակում է, որ ցեղասպանությունը անվանում է իր անունով։ Այսինքն այն բոլոր հերյուրանքները, թե ուրանում են իշխանությունները կամ դեռ չեն ուրանում, բայց ուրացման ճանապարհին են Կիկոսի մահի տրամաբանությամբ, այդ բոլորը ուղղակի չեղարկվեց, հերքվեց հերթական անգամ իր ուղերձով։ Իսկ այն, որ այդ պատասխանատվության կանչելու, ես հատուկ ինքս շեշտեցի, չէ՞ որ կոշտությունը, այո, փոխվել է, այն կոշտությունը, ինչ որ 20-21 թվականին չի եղել, հիմա չկա, եղել է, հիմա չկա։ Եվ ես բացատրեցի ինչի համար, լավ է, որ այդ կոշտությունը այլևս չկա։ Մեկ, երկրորդը, վերջո մենք Թուրքիայի հետ հարաբերությունները ինչպես ենք պատկերացնում։ Այսինքն անընդհատ լարված այս պահանջատիրոջ կարգավիճակով պահանջներ ներկայացնելու, Թուրքիայի դրոշը վառելով, մենք պատրաստվում ենք ինչ-որ բան հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ։ Ես ուղղակի չեմ հասկանում, էլի։ Հա? Չպետք է վառել Թուրքիայի դրոշը։ Իհարկե, դա նոնսենս է, այսինքն ինչով են օգուտ, ում են ինչ օգուտ տալիս, եթե ինչ-որ երկրի դրոշ են վառում, Թուրքիայի թե Ադրբեջանի։ Բողոքի ակցիա է դա։ Ինչ նշանակում, բողոքի ակցիա է, թող գնա զենքը վերցնեն, գնա սահմանին կանգնեն, ավելի լավ բողոքի, դրանից լավ բողոք չկա։ Երբ որ այդպիսի սադրանքներով դու հրահրում ես միջպետական հարաբերությունների վատթարացում, դա ոչ թե բողոքի ակցիա է, այլ դա սաբոտաժի ակցիա է։ Դա ռուսական պատվեր է, իդեպ երբ որ ես ասում եմ, որ ոչ միայն Թուրքիայի պետք է քննարկենք այդ հարցը, այլ նաև այլ երկրներ նկատի չունեն, որ ինչ որ աֆրիկյան երկրներ կամ նույնիսկ եվրոպական ճանաչեն։ Ես նկատի ունեմ Ռուսաստանը, մենք Ռուսաստանի հետ պետք է քննարկենք Ռուսաստանի մեղսակցության հարցը։ Լավ է, որ իրենց արխիվները բացել են եւ մենք լավ գիտենք, թե ոնց են տարեբերե ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանում, որ անդադ հետ քաշվելով, նահանջելով անսպասելի հայությանը թողեն այդ յաթաղանի առջև։ Համատեղ ցեղասպանություն է եղել, դա ռուս-թուրքական ցեղասպանություն է եղել հայ ժողովրդի։ Դա էլ ռուսների հետ, Ռուսաստանի հետ պետք է քննարկենք, իրենց մեղսակցությունը պետք է բացահայտվի։ Բան չի դրանից չենք խոսում։ Այդ նույն դրոշ վառողները ինչի Ռուսաստանի դրոշներ չէին վառում։ Թե այնտեղից չեն պատվերը ստացել, որ նույն բանը անում են։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ժամանակն է ավելի հասունանանք այդ մանր էմոցիոնալ, ինչ որ հոգիս փոփող, ինչ որ պրիմիտիվ բաներով չհանգստանանք։ Իսկ նրանք, ովքեր պատրաստ են պատերազմի, իսկ դա պատերազմական ակտ է, դա բողոքի ակցիա չի։ Պատերազմական ակտ է մյուս երկրի պետական սիմվոլները վառելը, ոտերով վրան կանգնելը։ Այդ պատերազմական ակտի պատրաստ մարդիկ թող հնարավորություն է զենքը վերցնեն, գնան կանգնեն սահմանին։ Մեծ խնդիր ունենք հիմա իդեպ հավաքագրման։ Բայց այնուհանդերձ շատ մանրամասն չասեմ։ Այդպիսի հերոսները շատ են դրա համար երևի։ Այնուհանդերձ Հայաստանի ղեկավարի մակարդակով առաջին անգամ արձագանք եղավ այդ դրոշները վառելու ակցիային գործողությանը։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, ընդդիմադիրներն օրինակ ասում են, որ Ալիևի Էրդողանի արչև արդարանալու փորձեր են, որ կառավարությունը դրա հետ կապ չունի։ Ինչ է նշանակում արդարանալու։ Այսինքն պետք է Նիկոլ Փաշինյանը լռեր եւ Ալիևը առիթավորվեր դրանից, ասել, որ այն, որ ես միշտ ասում եմ, որ ընդ ռևանշիստներ են եւ ռևանշիստական նաեւ ռեժիմ է, հեն ապացուցվում է։ Հա, դրա դրոշներս վառում են, ոչ հերքում են դա, ոչ էլ դատապարտում են իշխանությունները, այսինքն համամիտ են դրա հետ։ Ինչ է մեզ պետք, դա է մեզ պետք։ Էլի եմ ասում, ոնց որ հատուկ մեզ դրթեն ֆալշ ստարտի։ Մենք Հայաստանը հիմա այն վիճակում չի, որ հիմա պատերազմին արդյունավետ մասնակցի եւ եթե նույնիսկ այդ մարդիկ ռևանշիստ են, ռևանշին լուր են պատրաստվում։ Ոչ թե լաչառություն անելով, այլ լուր պատրաստում են ռևանշի համար աշխատանք է պահանջվում, բալանս վերականգնել է պահանջվում, զորքերը զարգացնել է պահանջվում, հայրենասիրական այնպիսի ալիք է պետք, որ մարդիկ գնան ծառայեն, այլ ոչ թե խուսափեն ծառայությունից։ Խուսափեն ծառայությունից, բայց մեծ կենացներ ուրեմն խմեն հանուն հայազգի եւ ծովից ծով Հայաստանի։ Մի քիչ մեր մտածողությունը, մոտեցումները պետք է փոխվեն։ Այ հենց որ պատրաստ կլինի պետությունը ցանկացած պատերազմի,
Այն ժամանակ էլ հենց որ պատրաստ լինի, թող հասարակությունը, պետությունը որոշի ռևանշի կգնա, չի գնա, դիվանագիտական հարաբերություններով հարցերը կլուծի, թե տնտեսական սանկցիաներ կիրառելով, եթե այնքան հզորանանք, որ կարողանանք մենք էլ ուրիշ երկրների հանդեպ սանկցիաներ կիրառել։ Այդպես են հարցերը լուծվում։ Ոչ թե խելակուրույս ինչ որ դրոշներ վառելով, ասում դե ակցիա ենք անում։ Գնացեք ձեր տներում ձեր ակցիաներ արեք, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Պարոն Խուշուդյան, հիմա մի քիչ ավելի մասնավորեցնենք Թրամփի հայտարարությունը, երբ ասում է մեջբերեմ, մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործունեության շարունակմանը եւ գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, սա ինչ է նշանակում, այդ ինչ ռազմավարական գործընկերություն է շարունակվելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եւ դա որքանով կնպաստի, որ հայ-ադրբեջանական խնդիրը կարգավորվի։ Դա այն գործընկերությունն է, որը հիմնված է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ այս տարվա փետրվարին կնքված դեռ Բայդենի օրոք, որ վերջի շրջանն էր պաշտոնավարման, Տրամպը արդեն ընտրվել էր, բայց դեռ չէր արարողությունը պաշտոնը ստանձնելու իրականացվել, եւ երբ որ ստորագրվեց այդ գործընկերության համաձայնագիրը, ադրբեջանական ամբողջ լրատվամիջոցներ, մեդիաները, փորձագետները ձեն-ձենի տված Հայաստանի քրյա օլիգարխիկ մնացուկների հետ, որը իրենց անդիմություն են անվանում, համատեղ ուժերով նույն նարատիվը կրկնում են, որ այդ ոչինչ չնշանակող փաստաթուղթ է, որովհետև դա Տրամպը չի ստորագրել, հեսա Տրամպը կգա, այդ լրիվ կջրի, այդպիսի բան չի լինի, ոչ մի համագործակցություն։ Բայց տեսանք, որ Տրամպը եկավ, իդեպ մենք ասում ենք, որ նման պահերին երբևէ, երբ որ անցումային դրույթներ են գործում, իշխանությունը փոխանցելու դրույթներ են գործում մի ադմինիստրացիայից մյուսին, նախորդ ադմինիստրացիան առանց համաձայնեցնելու եկող ադմինիստրացիայից երբեք նման կարևոր փաստաթղթեր չի ստորագրում, որտեղ ակնհայտ է, որ եթե առանց համաձայնեցնելու ստորագրի, մի շաբաթից կգա հաջորդ ադմինիստրացիան կասի հաջողություն, ոչ մի այդպիսի բան չեմ ընդունում։ Ոնց որ իդեպ Տրամպը բազմաթիվ Բայդենի հրամանագրեր, համաձայնագրեր չեղյալ հայտարարեց, 100-ից ավել, բայց այս մեկը չհամարեց եւ ճիշտ դուրս եկանք մենք, որ ասում ենք, որ սա համաձայնեցված է եւ սուտ դուրս եկան դրանք, ովքեր որ երազում էին, որ հերթական տապալումը լինի Հայաստանի Հանրապետության համար իրենքի չարախնդան, լինի դե Ադրբեջանում, թե Հայաստանի, ելի եմ ասում, այդ թալանչիների մնացուկները։ Հիմա տեսանք, որ դա շարունակում է աշխատել եւ դա աշխատում է ոչ թե միայն հայտարարությունների մակարդակով, որը ելի լավ է, այլ նաեւ աշխատում է, իդեպ միջև Տրամպը նաեւ Ռուբիոներ այդ գործընկերության համաձայնագրի վրա հողում արել։ Կանոնադրություն է կոնկրետ կոչվում, հա, դա խարտիա։ Բայց նաև մենք տեսանք օրերս միջուկային ատոմակայանների այդ կառուցման հետ համագործակցության քննարկումները շարունակվեցին։ Մենք տեսանք նաև Միացյալ Նահանգների ստորաբաժանումների, ռազմական ստորաբաժանումների մուտքը Հայաստան զինավարությունների մասնակցելու համար, որը որ մինչև օգոստոս էստեղ է մնալու եւ մեր անվտանգային էական ուրեմն բարձիկ են եվրոպական դիտորդների հետ համատեղ։ Այսինքն գործում է այդ համագործակցությունը եւ Տրամպը երբ որ դա վերահաստատում եւ ասում է անհամբեր սպասում ենք դրա զարգացմանը, դա նշանակում է, որ մենք դեռ չիրականացրած, չիրացված պոտենցիալ ունենք այդ համաձայնագրի մեջ։ Եվ դա ասվում է այն ֆոնին, երբ որ Ալիևը Չինաստանում է գնում ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքում եւ դա չի կարող վրիպել Միացյալ Նահանգների աչքից, երբ որ իրենք ծանր տնտեսական պատերազմի մեջ են գտնվում Չինաստանի հետ։ Եվ Թրամփի հայտարարությունը նպաստելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, թե ոչ ըստ ձեզ։ Ընդհանրապես ցանկացած միջամտություն, ակտիվություն, հետաքրքրություն գերտերությունների կողմից մեր տարածաշրջանում, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների, Եվրոմիության որպես աշխարհաքաղաքական կենտրոն, հա, դրական է։ Նույնիսկ Չինաստանի, այսպես ներկայությունը եւ Ադրբեջանի հետ այդ համաձայնագրի ստորագրումը այնպես չի, որ խոչընդոտելու է այդ խաղաղության պայմանագրի կնքմանը, որտեղ Չինաստանն էլ իր հերթին հետաքրքրված է, որ այստեղ կայուն խաղաղ գոտի լինի եւ այդ ճանապարհները, որը իր միակ այլընտրանքն են մնացել ցամաքային ճանապարհներ դեպի Եվրոպա, Միջին Ասիա, Կասպից ծով, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիան կամ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիան, իր համար շատ կարևոր է, որ այդ կայունությունը լինի, այնպես որ, այո, գերտերությունների ակտիվությունը եւ հետաքրքրությունը մեր այս տարածաշրջանում միշտ շատ կարևոր է, որտեղ հիմա բացի Ռուսաստանից մնացած բոլոր գերտերությունները շահագրգռված են խաղաղությամբ եւ կայունությամբ տարածաշրջանում։ Այն աշխան, որ նույնիսկ Տրամպը
Իրանին ճնշելու մեծ հետաքրքրություններ ունենալով հանդերձ, ամեն դեպքում փորձում է բանակցություններով խաղաղ ճանապարհով իր հարցերը լուծել Իրանի հետ առանց ռազմական գործողությունների։ Ինչքան էլ որ հրեական, իսրայելական լոբբիները ազդում են Տրամպի վրա, որ ինքը գնա այդ ռազմական լուծմանը, ինքը գիտեք, որ Նետանյահուին ոչ է ասել վերջի Նետանյահուի այցի ժամանակ Վաշինգտոն։ Պարզապես Թրամփը մեկ ուղղությամբ արդեն ձախողում ունի, ինչքանով է հավանական, որ մեկ այլ հակամարտության հարցով հաջողություն է ունենալու նահանգների մասնակցությունը։ Ուրեմն սկսենք նրանից, որ մեկ ուղղությամբ հաջողություն ունի, թեկուզ մասամբ դա Համասի դեմ Իսրայելի պատերազմի հենց իր անմիջապես նախագահ ընտրվելուց հետո դադարեցումն է, թեկուզ առժամանակ, որի ընթացքում նաև ուրեմն պատանդներ վերադարձվեցին եւ այլն, հա, մասամբ ինքը հաջողության հասավ այդտեղ։ Իրանի հետ կապված եւս մասամբ հաջողություն կարելի է համարել, որ Իրանի հետ ուղիղ բանակցություններ են գնում, արդեն երկրորդ ռաունդն է, հա, հիմա էլ Իտալիայում, եւ ռետորաբանությունից թե իրանական, թե ամերիկյան տեսնում ենք, որ լավատես են տրամադրված երկու կողմերն էլ, որտեղ երկու կողմերն էլ հրաժարվում են իրենց մաքսիմալիստական պահանջներից։ Երրորդը, որը ճիշտ եք ասում, որ տապալվեց, դա Ուկրաինայում, էլի չնայած շարունակվում է դեռ, բայց կարծես թե գնում է դեպի տապալում, որովհետև այնտեղ երկու կողմը շատ ծայրահեղ բևեռացված վիճակում են գտնվում եւ Ռուսաստանի պահանջները մաքսիմալիստական են, իրատեսական չեն, դրա համար էլ իրոք համամիտ եմ ձեր հետ, որ այդտեղ լավատես լինել չի կարող, բայց Հայաստանի, Ադրբեջանի դեպքում արդեն համաձայնեցված փաստաթուղթ կա։ Եթե կա համաձայնեցված փաստաթուղթ, նշանակում է մենք այնքան հեռու չենք խաղաղությունից, ինչքան Ուկրաինան եւ Ռուսաստանը, որոնք այսօր տաք պատերազմի մեջ են գտնվում։ Եվ ընդհանրապես պետք է մի թեթև ճնշում Ադրբեջանի վրա, որ համաձայնվել ես, քո պահանջներն են, չէ՞ եղել այս ամբողջը, որ Հայաստանը համաձայնվել է, դե գնա ստորագրի։ Եվ դա ավելի հավանական է, մանավանդ Ադրբեջանի վրա ճնշելը շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանի։ Ինձ թվում է կհամաձայնվեք իմ հետ այդ հարցում։ Պարզապես Հայաստանն այնքան է մոտ խաղաղությանը, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ։ Դա խաղաղության մոտ լինելու հանգամանք, որպես հակառակ հանգամանք չեք կարող ներկայացնել, որտեղ հենց Ադրբեջանը շատ նեղված է նրանից, որ Հայաստանը համաձայնվեց փաստաթղթին եւ ըստ էության համաձայնեցված դարավ փաստաթուղթը, դա ինքը հույս ուներ, որ դա ձգվելու է։ Եվ միակ բանը, որ իրեն մնում է, լարվածություն պահել սահմանին, փորձելով մեղադրանք ներկայացնել Հայաստանի ուղղությամբ, թե իրենք են սկսում, իրենք են կրակում, իրենք են լարվածություն պահում, որին ոչ ոք չի հավատում, որտեղ կա Եվրոպական դիտորդների ինստիտուտ, որոնք դիտարկում են եւ հայտնում են միջազգային կենտրոններին, որ Ադրբեջանն է ամեն անգամ այդ սադրանքների հեղինակը, եւ Ադրբեջանը հայտնվել է բավականին վատ վիճակում, թույլ վիճակում այդ իմաստով։ Այնպես որ այդ որ ասում եք, դա այդ չի պատճառը, որ խաղաղություն չի լինելու։ Ադրբեջանն է փորձում դա որպես պատճառ օգտագործել, դրա համար եմ ասում, պետք է մի թեթև ուղղակի ճնշում Ադրբեջանի վրա, եթե դա լինի, ավելի հեշտ կգնա խաղաղության Ադրբեջանը։ Եվ Տրամպի այս հայտարարությունը նաև դրա հույսն է ներշնչում։ Պարզապես ԵՄ դիտորդներն էլ արդեն հայտարարություններում պնդումներ չեն անում, օրինակ վերջին հայտարարությունում նշել էին, որ հավանական է, որ ադրբեջանական կողմից է եղել կրակոցը, սա իրենց գործունեության ընթացքում առաջին դեպքն է, որ նման ոչ հստակ հայտարարություն է տարածվում, սա արդյոք նրա հետ է նաև կապված, որ քննարկվում է երկու պետությունների մեջ, որ ԵՄ դիտորդները չլինեն հայ-ադրբեջանական սահմանին։ Ցավոք սրտի ես պետք է չբացառեմ, որ թե դրա հետ է կապված, թե Կալասի հանդեպ Ալեն Սիմոնյանի անզգուշ արտահայտությունները, թե Մոսկվա գնալը Նիկոլ Փաշինյանի, հա, այդ ամբողջը չի կարող որևէ ազդեցություն չունենալ։ Այդ որևէ ազդեցություն թեկուզ աննշան կարող էր արտահայտվել հենց այդպիսի մի քիչ պակաս հստակ, այսպես ասենք, ձևակերպմամբ, չնայած պետք է վստահ լինենք, որ հաղորդագրությունների մեջ, փակ հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են Բրյուսել, ուրեմն դիտորդների կողմից, վստահ եմ շատ ավելի հստակ է այդ ամեն ինչը, որտեղ այնտեղ ինֆորմացիա է գնում, այլ ոչ թե քաղաքական գնահատականներ։ Այս դեպքում կար քաղաքական գնահատականի էլեմենտ, ես ձեր հետ համամիտ եմ, այդ անհստակությունը հենց այդ էլեմենտն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ինչ հետևանքներ կունենա Եվրոպայի հետ համագործակցության շրջանակներում։
Դժվարանում եմ ասել, որտեվ ամեն դեպքում Կայա Կալասի հայտարարությունը վերաբերում էր թեկնածու երկրներին, ոչ թե Հայաստանին, հատուկ շեշտվել է թեկնածու երկրների մասին, եւ դա տարօրինակ չէ, որովհետեւ թեկնածու երկրներ ունեն պարտավորություններ Եվրամիության հանդեպ արտաքին քաղաքականությունը սինխրոնացնելու Եվրամիության արտաքին քաղաքականության հետ։ Դրա համար այդ պահանջը Կայա Կալասի լեգիտիմ էր եւ ուղղված էր ըստ էության Սերբիայի նախագահ Վուչիչին եւ սերբական Կրաինայի, Բոսնիա-Հերցեգովինայի այդ սերբական հատվածի ղեկավար Դոդիկին։ Այդ երկուսն են, որ պատրաստվում են գնան ուրեմն Մոսկվա, կարծես խոսք էր գնում Ֆիցոյի Սլովակիայի ուրեմն վարչապետ թե նախագահի այցի մասին, բայց կարծես չի հաստատվում, որ Ֆիցոն մեկնելու է Մոսկվա։ Իսկ նույնիսկ Օրբանը հրաժարվել է մեկնել, գիտեք։ Այնպես որ դա ուղղված էր կոնկրետ երկրների, բայց իհարկե, որ ասում եք ուժ ասում եմ կուլա հասկացի, իհարկե չեմ կարծում, որ Եվրոմիության դժգոհությունը չի առաջացնի Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ միակ փոփանքը կարող է լինել այն, եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ինչ որ բան բերի Հայաստանին, լրացուցիչ ինքնիշխանության էլեմենտներ, ինչ որ բանի համաձայնություն, ինչպես նախորդ անգամներ էր լինում, որ ստացավ համաձայնություն օրինակ Դվարդնոցից, ուրեմն ռուս ֆեյսբեականներին հանելու, Մեղրիի անցակետից հանելու, հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշվելու այդ 17 թե 27 անցակ բաները, ստորաբաժանումները, ըստ էության փոքրիկ մինի բազաները, եւ վերջապես Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի, Իրանի սահմանի համատեղ հսկողությունը իրականացնելու։ Այդ ամբողջը արվել է Պուտինի հետ խոսակցության ժամանակ, համաձայնություններ ստացվել են։ Հիմա եթե հերթական հանդիպումը, հերթական ինչ-որ դրական այսպիսի բան կբերի, կարելի է ասել, որ էլի պլյուսով դուրս եկանք, հա, այս այցելությունն էլ դեպի Մոսկվա, այսպես ավելի շատ դրական էր, քան բացասական։ Ինչ օրինակ 102-րդ ռազմաբազայի հետ կապված։ Ես հիմա չեմ էլ ուզում ինչ-որ բաներ ասեմ, որ եթե հետո դա է բերվելու, այդ դրան չխոչընդոտի այդ իմ ասելը, հա։ Թող գնա, գա, այդ ժամանակ կտեսնենք։ Գաղափարներ շատ կան, ես չեմ կարծում, որ Բայց ինչի մեր առանց իմ ասելու էլ իրանց մոտ այդ գաղափարները չեն ծնվում, ինչ կարելի է ստանալ Մոսկվայից։ Բազմաթիվ ուղղություններ կան, թե տնտեսական, թե անվտանգային, մենք լիքը բան ունենք ստանալու Ռուսաստանից, եթե հարցում անենք այդ ստանալու հետ կապված։ Մեր հարցազրույցներից մեկում նշել էիք այս սահմաններից հանելու պահը եւ դա տեղի ունեցավ, ըստ էության դուք նաեւ որոշակի ինֆորմացիաների եք տիրապետում, գուցե այս անգամ էլ մի բան է, երբ որ ինֆորմացիա եմ տիրապետում եւ այդ ինֆորմացիան խնդիր չի լինի հրապարակելը, մի բան է, երբ որ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց ունեմ ինչ-որ գաղափարներ, որոնք ասելը, հնչեցնելը կարող են վնաս տալ գործընթացին, եթե այդ գաղափարների ուղղությամբ իրոք ինչ-որ քայլեր արվելու են, որտեղ երբ որ գաղափարներ հնչեցնում ես, դա միայն իշխանությունները չեն լսում, չէ՞։ Դա նաև լսում են նրանք, ովքեր ուզում են, որ դա տեղի չունենա եւ ժամանակ ունեն 9, 10, 15 օր, քանի այսօր 24-ն է, մինչեւ 9 համարյա 15 օր կա։ Ժամանակ ունեն դրա դեմ, այդպիսի գաղափարների դեմ աշխատելու, սաբոտաժ անելու, հրապարակային դաշտում կլինի, անհատական դաշտում կլինի, ինչի հիմիկվանից բզբզանք։ Նարեկ ջան, ես էլ լրագրող չեմ, որ ամեն ինչ ուզենամ ասեմ, այսպես հնչեղություն ապահովելու համար։ Ինչի իրավունքը դուք ունեք, բայց ես ինձ ավելի զուսպ պետք է պահեմ։ Պարոն Խուշուդյան, հասունացել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահը, հայտարարում է 7 տարի առաջ այս օրերին համաժողովրդական շարժմամբ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը, դուք կարծում եք, որ կա այդ մթնոլորտն է արդեն այս երկրում, որ պետք է այս գործող իշխանությունը գնա եւ նախկին նախագահի այս հայտարարությունը ինչպես եք մեկնաբանում։ Իմ կարծիքով նախկին նախագահները, հատկապես երկուսը, հա, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ընդհանրապես որևէ իրավունք չունեն Երևանու նույնիսկ հասարակության աչքերի այն բանից հետո ինչ արեցին մեր երկրի գլխին, հա։ Ինչ վերաբերում է թե ինչի պահն է հասունացել է այդ երկուսի թալանի վերադարձնելու պահը, որտեղ մենք այդ գումարների կարիք ունենք, որպես պետություն, որպես հասարակություն, մեր բանակը, մեր տնտեսությունը այդ միլիարդների թալանած իրենց միլիարդների կարիքը ունի, այդ դրա պահն է հասունացել, որ վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր ամբողջ ուրեմն գործիքակազմը, օրինական գործիքակազմը կիրառի եւ այդ թալանը վերջը վերջով վերադարձնի։ Այդ դրա պահն է հասունացել։ Իսկ
Իշխանությունը ինչ պետք է տեղի ունենա, այդ որոշումները ժողովուրդը կորոշի 26 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Պարոն Խուշուջյան, այնուհանդերձ ինչու չհաջողեց հեղափոխական օրերին տրված առանցքային խոստումները կյանքի կոչել այս իշխանությանը։ Դե ես բազմաթիվ անգամ այդ թեմայով խոսել եմ։ Կային իհարկե եւ օբյեկտիվ պատճառներ, հանուն արդարության պետք է ասել, որ բավականին ծանր ժամանակաշրջան ընկավ այս իշխանության վրա, ոչ միայն պատերազմը, այլ նաեւ կոവിഡ്ը, բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, եւ այդ սուբյեկտիվ պատճառները այն են, որ իշխանությունը իր կադրային քաղաքականությունը ձախողեց, կարող կադրերին մարդկանց արդար մրցույթների միջոցով իշխանության մեջ ներգրավելու գործընթացը չիրականացրեց, իշխանություն նկատի ունեմ քաղաքական իշխանություն, նկատի ունեմ միջին իշխանության օղակները, ստորին օղակները, տեղական ինքնակառավարումը, հենվեց նախկինների կադրերի վրա շատ դեպքերում, որոնք որ միջև հիմա երազում են, թե երբ է վերադառնալու թալանի ժամանակները եւ անհամբեր սպասում են նաեւ այդ գլխավոր թալանչիների վերադարձին։ Մենք գիտենք, դրա մասին անդադ բարձրաձայնել ենք, հա։ Ամենաբարձր պաշտոններին տարանդրեցին շատ դեպքերում այդ թալանչիներին։ Այնպես որ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով իրար հետ համադրվելով ունենք հիմա ինչ որ ունենք։ Չնայած որ իշխանությունը այնպիսի գերկենտրոնացած է այսօր վարչապետի ձեռքում, քանի որ համանadrությունը կարված էր Սերժ Սարգսյանի հակով, հա, այդ կոստյումը, եւ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը բավարար էֆեկտիվ չօգտագործեց այդ իշխանությունը, այդ թվում ուրեմն իրավական համակարգի վրա, իրավապահ համակարգի վրա ունեցած իր լծակները, որպեսզի այնպիսի մարդկանց նշանակի այդ համակարգերում, որոնք նախ վետինգ կանեն եւ դուրս կշպրտեն բոլոր կոռուպցիոներներին այդ համակարգից, քննիչներից սկսած, դատախազներից վերջացրած, նաեւ դատավորներով եւ այլն, շատ քիչ թվով մարդիկ հանվեցին համակարգից, շատերին էլ հանեցին մի տեղից, գնացին տեղավորվեցին մյուս տեղերում, հիմա էլի տաքուկ տեղերում էլի իրանց խնամի ծանոթ բարեկամներով տեղավորվել են։ Դա էր հիմնական տապալման պատճառը կադրային քաղաքականությունն է, շատ վատ սխալ կադրային քաղաքականությունը։ Բայց իհարկե ինչ որ օբյեկտիվ լինենք, որ այնպես չի որ ամբողջությամբ տապալեցին այդ խոստումները, զգալի մասով տնտեսական աճից վերսկսած, հա, պետական ներդրումները, որ իրականացվում են ենթակառույցների մեջ եւ այլն, բազմաթիվ հաջողությունների հասել են եւ տնտեսական աճն էլ բավականին լավ է ընթանում այդ տեսակետից, չնայած հիմա դանդաղել է ահագին, բայց ես կարծում եմ, որ մյուս տարի ժողովուրդը իր գնահատականը կտա իհարկե իշխանությունների թե արածներին, թե չարածներին եւ վստահ եմ, որ այն գերակշռող մեծամասնությունը, որ պարլամենտում իրենք ստացան նախորդ անգամ, իրենք միանձնյա չեն կարողանալու ստանալ եւ ստիպված են լինելու համագործակցել ժողովրդավարական այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի նաեւ դիմակայեն այդ թալանչիների ռևանշին։ Բայց եթե մենք Գյումրի ունենանք ընտրությունների արդյունքներով Գյումրի չի կարող լինել, որովհետև Գյումրիում արտաքին քաղաքական անվտանգային հարցեր չեն կարող քննարկվել եւ Եվրադաշինքը նույն օրինակ չի քննարկել նման հարցեր։ Այդ տարբեր վարդանիկներ են քննարկել Ռուսաստանի, չգիտեմ, Ռուսաստան-Բելարուսի այդպիսի հարցեր, հա։ Տարօրինակ էլ կլներ, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ քննարկվում են տեղական խնդիրներ։ Այդ ուրիշ հարց է։ Այնպես որ նույն մատրիցան չի լինելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ուրիշ հարց է, որ ես արդեն դրա մասին ասել եմ, որ այս ընտրությունները նախկիններին շատ ոգևորեցին եւ հիմա ավելի շատ եւ ավելի այսպես պատրաստակամությամբ են իրենց թալանածը ծախսելու ռևանշի վրա։ Եվ դա իհարկե մտորելի տեղիք է տալիս նաեւ իշխանություններին, որոնք շատ սխալ մարտավարություն դրսևորեցին Գյումրի ընտրություններին։ Բայց այնուհանդերձ մտքում ունենալ Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության կազմում լինելու գաղափարը դա ինչի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ այդ անձնավորությունը եւ այն ուժերը, որոնք որ նման արտահայտությանը կողմ են, ռուսական խամաճիկներ են, 5-րդ շարասյուն են։ Դրա մասին է խոսում։ Դե օրինակ հենց նույն Վարդան Ղուկասյանն ասում է 102-րդ ռազմաբազան չլինի, թուրքերը մի քանի ժամից կմտնեն Գյումրի։ 102 ռազմաբազան, եթե նույնիսկ Ադրբեջանի պես փոքր Ռուսաստանի համեմատ, փոքր երկրի հարձակմանը Հայաստանի դեմ որևէ ձևով չմիջամտեցին եւ չօգնեցին Հայաստանին, եւ մենք կորցրեցինք 200 քառակուսի կիլոմետր
Այն դեպքում, երբ որ այդ բազայի ուղիղ պարտականություններ թե արևմտյան, թե արևելյան սահմանները Հայաստանի պաշտպանելը եւ դրա շնորհիվ է, որ երկարաձգվել է բազան մինչեւ 40 թվականը, թե վաղուց արդեն դուրս շպրտած պետք է լինեն։ Եթե նույնիսկ Ադրբեջանի դեպքում մեզ չօգնեց, Թուրքիայի դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ մեզ պետք է օգնի։ Հակառակը նույն ձևի ոնց որ պայմանավորվել են Ադրբեջանի հետ եւ ճողոպրում են սոտքից իրենց դիրքերից եւ հանձնում դրանք ադրբեջանցիներին, նույն ձևի բազան, որտեղ բազան կանգնեց, այդտեղ թուրքերը ավելի հեշտ են մտնելու, քան եթե այդտեղ մեր զորքերը կանգնած լինեն կամ եվրոպական դիտորդներ կանգնած լինեն կամ ամերիկյան ստորաբաժանումներ կանգնած լինեն, այդ դեպքում ընդհանրապես ոչ մի թուրքական զինվոր, չնայած այդպիսի պլաններ չկա էլ, հա, այդ չգիտես ինչի, ինչ որ ենթադրությունների վրա կառուցված ինչ որ բան է, մտայնություն է, որ անպայման պետք է Թուրքիան մեր վրա հարձակվի, հա։ Բայց համենայն դեպս, ես էլի եմ ասում, Միացյալ Նահանգների նույնիսկ այս զինավարությունների համար Հայաստան մուտք գործած զինվորները, ստորաբաժանումները նույնիսկ իրենց ներկայությամբ ավելի օգտակար են Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու հարցում, քան ռուսական ռազմաբազան, որը ավելի շատ տրոյական ձի է հիշեցնում, Հայաստանի դեմ է նրա գործողությունը ուղղված լինելու, եթե հանգած այստեղ 5-րդ շարաշուն ինչ որ խրդժություններ բանանի սկսի։ Արդեն մուտք են գործել, թե մուտք գործող ստորաբաժանումները նկատի ունեիք։ Մուտք գործել են, դուք չգիտեք, որ մի հատ էլ աղմուկ բարձրացրեցին ադրբեջանցիները, թե ամերիկյան զորքերը մտել են Սյունիք, մտել են Հայաստան եւ այլն եւ այլն։ Շատ ճիշտ աղմուկ բարձրացրեցին, որ այո, ոչ միայն մտել են, այլ իրենց հետ էլ զենք զինամթերք իրենց բերել են։ Եվ դա շատ լավ է Հայաստանի համար, մինչև օգոստոս մնալու են այստեղ։ Ես անդադ դրա մասին ասում եմ, որ այդ զորավարժությունները պետք է պարբերաբար դարձնեն, որ մեկը ավարտվի 5 օրից մյուսը սկսվի։ Ոնց որ թուրք-ադրբեջանական զինավարություններ են հաճախ լինում, հայ-ամերիկյաններ կարա հաճախ լինի, մանավանդ արդեն բոլորը համակերպվել են դրա հետ, Իրանն էլ առանձնապես մտահոգ չէ այդ հարցով, որտեղ իրենք էլ են հասկանում ինչ կարևոր է այստեղ ռազմական բալանսի պաշտպանությունը, իրենց գործն է հեշտանում Հայաստանը պաշտպանելու, իրենց գործը, Իրանի գործը հեշտանում է ամերիկացիների ներկայությամբ այստեղ, մանավանդ որ Հայաստանը միշտ էլ ասել է, որ երբեք որևէ արտաքին ուժ չի օգտագործի Իրանի դեմ, հա։ Այնպես որ այս առումով կա համաձայնություն, Ռուսաստանն էլ փաստորեն համակերպվել է այդ ներկայության հետ, վերջացավ գնաց, ինչի մասն է խոսքը։ Շնորհակալություն, պարոն Խորշուդյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։